պատասխանատուների հետ խոսել ենք ու դուք էլ ժամանեցիք, խնդրեմ դուք ներկայացնեք ձեր տեսանկյունից իրավիճակը եւ հետագայի մասով արդեն ինչ աշխատանքներ է տանում կառավարությունը եւ ձեր նախարարությունը։ Վստահ եմ գործընկերները ձեզ փոխանցել են ընդհանուր իրավիճակը։ Ցավոք սրտի պիտի ասեմ, որ այս պահին 4 զոհ ունենք, եւս 1 որոնվող։ Ես նախ ցավակցում եմ զոհվածների ընտանիքների անդամներին, 12 ուրեմն վիրավոր ունենք, որոնցից 2-ը դուրս են գրվել հիվանդանոցից, մյուսների վիճակը գնահատվում է ընդհանուր առմամբ իրենց կյանքին վտանգ չի սպառնում, նյութական վնասը առաջիկայում կգույքագրվի, հիմա Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գործընկերները զբաղվում են ընդհանուր իրավիճակը գնահատելով, որից հետո կառավարությունը անհրաժեշտ միջոցառումներ կձեռնարկի մեղմելու հետևանքները։ Մենք ցավոք սրտի այսպիսի նախադեպեր էլի ենք ունեցել, ինչին կառավարությունը պատշաճ կերպով արձագանքում է։ Իսկ ինչ է պետք անել հետագայում այսպիսի իրավիճակները բացառելու համար, որովհետև ինչպես հասկացան գազի արտահոսքից է եղել, ինչ-որ անվտանգության կանոններ են խախտվել, թե ինքնաշեն ինչ-որ սարքեր են եղել, կա Հարցին ավելի կոնկրետ կպատասխանի փրկարար ծառայությունը, ինձ փոխանցված ինֆորմացիան էլ հետևյալն է, որ ուրեմն գազի արտահոսքից է եղել, շատ մեծ հավանականությամբ 3-րդ հարկի բնակարանում, մնացածի մասին պիտի քննություն իրականացվի, որպեսզի պատշաճ գնահատական տրվի։ Ծառայության ղեկավարն նշեց, որ սեյսմիկ աշխատանքներ ուսումնասիրություններ պետք է անեն եւ մարզպետն նշեց, որ խումբ է ձևավորվել, բայց այսօր կոնկրետ եթե այդ աշխատանքների արդյունքում չհասցնեն, մարդիկ բնակիչները որտեղ են մնալու, այդ հարցը ինչպես է։ Մարզպետի աշխատակազմը գույքագրել է այս տարածքում առկա բոլոր հյուրանոցների համարները եւ հյուրատները, այն բոլոր բնակիչները, որոնք կարիք կլինեն հյուրատներում կամ հյուրանոցներում մնալու, իրենք անպայման կապահովեն եւ կեցության համար անհրաժեշտ պայմաններով եւ ըստ անհրաժեշտության իրենց առաջիկա օրերի կենցաղը ապահովելու համար անհրաժեշտ բոլոր պայմաններով։ Իսկ հետագա մշտական բնակության հարցը ինչպես է լուծվելու։ Որտե մի օրվա գործ չէ, սրա հետևանքները վերացնելու համար։ Կմնան այնքան ուրեմն հյուրանոցներում եւ հյուրատներում ինչքան դրա անհրաժեշտությունը լինի, մինչեւ հարցին գլոբալ լուծում տրվի, տեսնում եք, որ նախ պիտի շենքը գնահատվի, շենքին պատճառված վնասը այնպիսին է, որ այն հետագա վերականգնման համար ենթակա է թե ոչ, կառավարությունը անպայման սեյսմիկին կդիմի անհրաժեշտ եզրակացություն ստանալու համար, որից հետո կնախանշենք մեր անելիքները ավելի երկարաժամկետում։ Այս պահին ուզում եմ վստահեցնել, որ անհրաժեշտ ամեն ինչ իրականացվելու է, որպեսզի աղետի հետևանքով տուժածները առանց կեցավայրի չմնան, առանց անհրաժեշտ պարագաների չմնան, մինչև վերջնական որոշում կկայացվի արդեն շենքի եւ մեր երկարաժամկետ ուրեմն լուծումներ տրվող քայլերի մասով։ Այստեղ բնակֆոնդ կա, պարոն նախարար, հնարավոր է ինչ-որ այլ շենք հատկաց։ Իհարկե հասկանում եմ, որ շատ նախնական է այս ամեն ինչը դեռ, բայց բնակֆոնդի մասով ինչ կարող եք ասել։ Շատ նախնական է, այս պահին այդպիսի գնահատական չեմ տա, պիտի վստահեցնեմ մեր աղետից տուժած մեր քաղաքացիներին, որ առավելագույնը կանենք, որպեսզի իրենց համար դժվարություններ հնարավորինս քիչ ստեղծվեն, առանց այդել արդեն իմացակ զոհերի մասին, վիրավորների մասին, իրավիճակը վատն է եւ այս շոկը հաղթահարելու անհրաժեշտություն էլ կա։ Մի բան էլ, եթե շենքը վերականգնման ենթակա չլինի, ինչ քայլեր են ձեռնարկվելու այս մասով, որովհետև նախ սեյսմիկի հետ մենք նախնական զրույցները մեզ ընթացքում այս ժամերին, որ այստեղ ենք, որոշակի ինֆորմացիա ստացանք, պարզ է անձն հաշտվել երևում է, որ այստեղ առաջին հատվածը ամբողջությամբ փլուզված է եւ ասացին, որ դժվար է վերականգնել եւ վերաբնակեցնել, մյուս հատվածի մասին է խոսքը, դուք այս մասով ինչ պատկերացնում եք։ Քանի չունենք վերջնական գնահատական շենքի սեյսմիկ վիճակի մասով, թույլ տվեք այդ հարցին չանդրադառնամ, ընդհանուր առմամբ իմ ասելիքն էլ շնորհակալ եմ ձեզ։ Հարցը նշեցիք, որ կառավարությունը, առաջին անհրաժեշտություն կացարաններից բացի, միայն կառավարության տիրույթում է լինել։ Համայնքը եւ մարզպետի աշխատակազմը այս պահին զբաղվում են տուժած բնակիչների համար կենցաղային բոլոր անհրաժեշտ ուրեմն պայմանները ապահովելու ուղղությամբ։ Կարմիր խաչի կողմից, քանի որ տեսնենք օրինակ Ստեփանաբանի հատվածում, երբ որ դեր եղել տներ են վարվել, կարմիր խաչի Մարզպետի աշխատակազմի եւ համայնքապետարանի ռեսուրսները բավական են, եթե այլ կազմակերպություններ այստեղ ներգրավվածություն կունենան, դա բացառապես իրենց որոշման տիրույթում է։ Շնորհակալություն։